Գենդերային հիմքով բռնության դեմ պայքարը ներքին գործերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը։ Նախարարն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար գենդերային հիմքով բռնության դեմ պայքարը հստակ նպատակ է եւ այդ նպատակի նվաճման ճանապարհին շոշափելի ձեռքբերումներ կան։ 16-օրյա արշավը պարզապես կատարված աշխատանքի ընդգծումն է։ Շատ ուրախ եմ նաեւ, որ այսօր նման հարթակներում տեսնում եմ ոչ միայն կանանց ու աղջիկների, այլև տղամարդկանց։ Դա վկայում է մեր համատեղ պատրաստակամության մասին միահամուռ ուժերով պայքարել բռնության դեմ, շեշտել է ներքին գործերի նախարարը։ Նախարար Սարգսյանը կարևորելով թվային միջավայրում գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի շրջանակում նոր գործիքակազմերի ներդրումը, անդրադարձել է ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում SafeU հավելվածի ինտեգրմանը եւ ընդգծել, որ սա պարզապես ինտեգրացիոն պլատֆորմի համակցում չէ, այլև վստահության նոր մակարդակի ձևավորում։ Նախարարն արձանագրել է, որ քաղաքացիական հասարակության գործընկերների ներգրավմամբ ձևավորված հարթակը տարածաշրջանում միակն է եւ չափազանց կարևոր մեխանիզմ է բռնության կանխման տեսանկյունից։ SafeU հավելվածի միջոցով բռնության ենթարկված անձը կարողանում է օպերատիվորեն ազդանշան փոխանցել ոստիկանությանը, արդյունքում ապահովելով առավել արագ արձագանքում։ Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ ներքին գործերի նախարարությունը պատրաստակամ է շարունակել բռնության իդենտիֆիկացմանն ուղղված արշավները, իրազեկվածության բարձրացումը, միջգերատեսչական պրոֆեսիոնալ աշխատանքը, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։ Նախարար Սարգսյանը խոսել է նաեւ շուրջ 1800 համայնքային ոստիկանների վերապատրաստումների մասին, ինչը բռնության նախականխման եւ կանխման ուղղությամբ կարևոր քայլ է։ Բացման խոսքով հանդես են եկել նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը։ Միջոցառումը շարունակվել է պանելային քննարկումների ձևաչափով, որոնց ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը եւ համայնքային ոստիկանության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։